Հայաստանում մոտ 90 մասնավոր մանկապարտեզ 2024 թվականին գործել է առանց լիցենզավորման։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է պարզել ու վարույթներ հարուցել։ Երբ որ սուբյեկտը օգտագործում է նման հաստատություններին բնորոշ անվանումներ, օրինակ մանկապարտեզ, նախակրթարան, կենտրոն եւ այլն, ծառայություններից օգտվող անձինք տպավորություն ունեն, որ գործ ունեն լիցենզավորված բոլոր պահանջներին համապատասխանող սուբյեկտներ։ Բովանդակային հարցը նա է, որ ինչպիսի պայմաններում են երեխաները պահվում։ Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի խոսքով նախակրթական հաստատությունները, որոնք չունեն լիցենզիա, անբարեխիղճ մրցակցությունից բացի նաև դուրս են մնում վերահսկողությունից, ինչը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ որ տնտեսավարող սուբյեկտը համապատասխանի պայմաններով եւ չլիցենզավորվի։ Հետևությունը այստեղից նա է, որ այս կամ այն կերպ, եթե չասեմ այս կամ շատ այն կերպ, այսինքն մի քանի դրսևորումներ չեն համապատասխանում այդ անձիկ ներկայացվող պահանջներին։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախակրթական հաստատություններին հնարավորություն է տվել վարույթի ընթացքում լիցենզավորվել։ Դրանց մի մասը հասցրել են ստանալ լիցենզիա, մի մասը հայտարարել են, որ դադարեցրել են գործունեությունը, մի մասի ճակատագիրն էլ անհայտ է։ Սա ըստ դաշտը մաքրելու կարևոր ուղերձ է, որովհետև այն սուբյեկտները, որոնք չեն կարողանա, նշանակում է ի սկզբանե չեն համապատասխանել։ Իսկ դրա հետադարձ ազդեցությունը բնականաբար երեխաներն են եւ իրենց ծնողները։ Նախակրթական շատ հաստատություններ չունեն համապատասխան ենթակառուցվածքներ, շենքային պայմանները բավարար չեն, շատ հաճախ չեն ապահովում անգամ անվտանգության կանոնները, նշում է նախարարության հանրակրթության վարչության պետը։ Շատ հաճախ լինում են դեպքեր, որ խիստ անհամապատասխան են լինում այդ պայմանները։ Կարող է օրինակ սենյակների մակերեսները շատ փոքր լինեն, որոնք երեխաների գտնվելու այնտեղ այդ տարբեր տեսակի գործունեությունը կազմակերպելու տեսանկյունից այդքան ոչ նպատակահարմար չեն, այլ անիրատեսական են։ Կարող են տարբեր ենթակառուցվածքներ չլինել, օրինակ սանհանգույցները, խաղահրապարակները կամ բակային տարածքները, այսպես այլ հատվածներ, որոնք պարտադիր պայման են։ Նախարարության հանրակրթության վարչության պետը խնդիրները բաժանում է 3 հիմնական խմբի։ Ամենամեծը վերաբերում է հենց շենքային պայմաններին։ Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Նելի Խաչատրյանի խոսքով կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացը։ Օբյեկտիվ խնդիրներից կարող եմ նշել շենքի հասարակական նշանակության պահանջները, քանի որ մանկապարտեզների մեծամասնությունը վարձակալած տարածքներում է իրենց գործունեությունը ծավալում։ Շենքերի սեփականատերը չեն համաձայնվում նշանակությունը փոխել, որովհետև դա եւ ժամանակ է պահանջում եւ բավականին շատ ռեսուրսներ եւ նաեւ հետագայում դուրքերի եւ հարկերի ավելացում։ Խնդիրների երկրորդ խումբը վերաբերում է աշխատակիցներին։ Ըստ լիցենզավորման պահանջի նրանք պարտադիր պետք է ունենան մանկավարժական համապատասխան կրթություն կամ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ այս բնագավառում։ Հասարակ մաթեմատիկական հաշվարկ անելով կարող ենք հասկանալ, որ ուղղակի չկան այդքան շրջանավարտներ տվյալ ֆակուլտետների, որ կարողանան այդ բացը ապահովել։ Եվ այդ իմաստով պետք է միջանկյալ լուծումներ գտնել, այս պահին գտնվել է լուծումը, հնարավորություն է տրվում հարակից մասնագիտություններ ունեցող մասնագետներին տարվա ընթացքում հավաքել 20 կրեդիտ եւ դա իրենց կտա հնարավորություն աշխատելու ոլորտում։ Նախարարության հանրակրթության վարչության պետը շեշտում է լիցենզավորման process-ն այնքան էլ բարդ չէ, 2024-ին 87 նախակրթական հաստատություն է ստացել լիցենզիա։ Մասնավոր մանկապարտեզների ներկայացուցիչները պնդում են, գործընթացը բարդ է։ Ճանապարհը բավականին դժվար ու խրթին է, կան հստակ պահանջներ, որոնք միշտ չէ, որ իրական է պահպանել, ու հիմնականում այդ պահանջները ավելի շատ փաստաթղթեր կապված լինում։ Նելի Խաչատրյանի խոսքով պետությունը պետք է օգնի մասնավորին, քանի որ կարևոր դեր են խաղում նախադպրոցական կրթության ապահովման գործում։ Հայաստանում երեխաների 64%-ը զրկված է նախադպրոցական հաստատություններ հաճախելու հնարավորությունից։ Միայն Երևանում տարբեր հաշվարկներով 7-ից 10 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին։ Ու քանի դեռ պետությունը չի իրագործել մինչև 2030 թվականը 500 մանկապարտեզ կառուցելու հավակնոտ ծրագիրը, մասնավոր հատվածը լրացնում է այդ բացն ու նախակրթական կրթության հնարավորություն տալիս 8200 սանի։ Լիցենզավորումը անհրաժեշտ է, պարտադիր է, շատ կարևոր է եւ վերահսկողությունը այդ թվում, բայց ամեն ինչը պետք է լինի խելամիտի սահմաններում եւ պետք է նաեւ հաշվի առնել այսօրվա հասարակության կարիքները։ Բայց այդ առումով պետք է նաեւ օգնել այս ոլորտը առողջացնելու եւ կայացնելու։ Ըստ մասնագետների պետությունը պետք է ստեղծի խրախուսման մեխանիզմներ ուշադրության կենտրոնում պահելով ամենակարևորը երեխաների շահն ու անվտանգ որակյալ կրթությունը։ Իսկ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի
անդամը հիշեցնում է, հանձնաժողովի որոշումները օժտված են պետական հարկադրանքով։ Ինչը նշանակում է մենք ուղարկելու ենք նաև հարկադիր կատարման, եթե տվյալներ կունենանք, որ սուբյեկտը շարունակում է գործունեություն։ Սա լավ ճանապարհ չի։ Եվ դրան գումարած, եթե կհայտնաբերենք նման դեպքեր, այստեղ նաև գործ կունենանք մեկ այլ իրավախախտման հետ հանձնաժողովի որոշումների չկատարումը, որը առաջացնում է մինչև 5 միլիոն դրամի չափով տուգանք։